Այ ժողովուրդ ջան, այնքան ասեցինք, որ որոշ ճանշիններ նորմալ չեն աշխատում, որ նրանց հասցեին վարորդների ուշություններն անպակաս են, մարդիկ սկսեցին աշխատել, բայց դե ինչպես ռուսն ասում, «Ne sudzba», հենա, Թալինում հերթական ձնից հետո ճանապարհներն էին մաքրում, այն էլ որտեղից որտեղ մի մեքենա եկավ ու մահացու վրա երթի ենթարկեց ճանշինի աշխատակցին։ Ու հիմա եթե թալինցիները ասեն, բա լավ չէր, որ չէին մաքրում, գոնե այդ մարդը տունը կմնար ու սենց բան չէր լինի, գուցե իրավացի լինեն, չնայած ճակատագիր է, եթե վերևից գրված է, ու ոչ միայն ճակատագիր, կարծնեք, բայց ինչ։ Ոնց ինչ, ժողովուրդ ջան, պարզվում է, որ հանրապետության ճանապարհներին մարդաբոյ փոսերի գոյացման մեջ մարդկային գործոն չկա, բայց ոչ թե բարձրյալն է ջղայնացել ու ավերել փողոցները, այլ աղը։ Ըստ Ավինյանի, աղն է կերել ասֆալտը, բա տեսնես եվրոպական երկրներում ինչի չի ուտում, ընդեղ էլ է ձյուն գալիս, բայց հաստատ այսօրը չի ընկնում։ Ինչևէ, գոյացած փոսի հետ անհաջող ծանոթություն ունեցավ նաև այս Toyota-ի վարորդը, որը օրը ցերեկով ժամը 14:30-ի սահմաններում Եղվարդից դեպի Աշտարակ տանող ճանապարհին բախվել է խոչընդոտ փոսին եւ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Դες բարեք այնքանա գնացեք է գիտի այդ փոսի տեղը, փոսը շրջանցեց։ Հիմա երևի կասեք, որ եթե վարորդի կողքին ուղևորի անվտանգության բարձիկը բացվել է, ուրեմն գոնե վիրավոր կլինի։ Շտապեմ հանգստացնել։ Բարեբախտաբար փոսի հետ ծանոթանալու պահին, ինչպես նշում էին դեպքի վայրում հավաքվածները, վարորդը մենակ է եղել ու արագ հասած Եղվարդի շտաբօգնության բրիգադին ասել է, որ ինձնից հեռու, ես լավ եմ ու հիվանդանոց չեմ գալիս։ Ասել եմ ու կասեմ, նման դեպքերում բժիշկները պետք է չլսեն ու սրտի հանգստության համար տեղափոխեն հիվանդանոց, որպեսզի 100% վստահ լինեն, որ չկա ներքին արյունահոսություն։ Ուզում էի տեղեկանալ, թե ով է այս ճանապարհը սպասարկողը, բայց ստույգ պատասխան չստացա, սակայն իմ տեղեկություններով պատասխանատուն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամն է։ Յա, բալստեղ նայեք, երևում է, այս գլխկոնձի տված Հոնդայի վարորդը լսել է, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսն է գալու Հայաստան ու այնքան է շտապել նրան նամակ հանձնի, որ համ օրն է շփոթել, համ էլ տեղը։ Այ քո տունը շինվի, քո կասկածյորական տրույկից մի քանի օր հետո եկավ, այն էլ ոչ թե կառավարության շենք, այլ Բաղրամյան 26 նախագահական նստավայր։ Ճիշտ է, նախագահը նստավայրից անետացել էր, բայց դա Հոնդայի վարորդին քիչ պետք է հետաքրքրի, ավելի լավ է թող բացատրի, թե ոնց է հաջողացրել, որ կառավարության վարչական շենքի դիմաց բախվել է կայանված Lexus-ին, ապա անցել բազալտե եզրաքարի ու կանաչ սիզամարգի վրայով, կոտրել լուսակիրն ու ցուցանակը եւ գլխի վեր շրջվել, հայտնվել հետիոտնային անցման վրա։ Ես ուղղակի ապշում եմ էլի, ոնց կարելի է մայրաքաղաքում, այն էլ կենտրոնում այնպիսի արագություն բացել, որ ես օրն ընկնել։ Համաձայնեք, որ առանց արագության նման պատկեր հնարավոր չէր լինի։ Արագությունը արագություն, բայց ասում եմ, կարող է դրա պատճառը այն է եղել, որ վարորդը կամ գտնվել է ինչ-որ բանի ազդեցության տակ, կամ էլ գիշերը չի քնել, հաշվի առնելով փաստը, որ դեպքը տեղի է ունեցել առավոտ կանուխ։ Այդ հարցերն էի ուզում տալ վարորդին, ում ասացին, որ բժիշկներն ու սրտացավ քաղաքացիները առաջին օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են հիվանդանոց, բայց հետո ասացին, որ բժիշկների հեռանալուց հետո մոտեցավ երիտասարդ մի տղա, ասեց, որ ինքն է Հոնդայի վարորդը, ու քանի որ ինքնազգացողությունը լավ է, հրաժարվել է հիվանդանոցում մնալ։ Ուրախ ենք երիտասարդ ջան, որ լավ ես զգում քեզ, բայց կարող է վստոժը ասես, թե ինչի էր սենց թամաշա սարքում կառավարության հարևանությամբ։ Հերիք չի ավտո ջարդիր, որի համար իդեպ ապահովագրականը դժվար փոխհատուցում տա, նաև իր համար հանգիստ թույլատրելի հատվածում կանգնած Lexus-ն ու լուսակիրը կոտրեցիր։ Չեմ էլ ուզում հաշվել, թե ընդհանուր որքան գումար կծախսես։
Երբ տեղեկանում եմ, որ ինչ որ բեռով բարձված բեռնատարը շուռ գալիս, հիմնականում երկու կետի վրա եմ կենտրոնանում։ Առաջինը մեքենայի տեխնիկական վիճակ ու երկրորդ արդյոք վարորդը նման մեքենա վարելու մասնագիտական անհրաժեշտ կարողություններ ունի։ Երևան երազք մեղրի միջպետական Սարավան բնակավայր հասնող ճանապարհի հենց այս մասին է մտածում, գուշակումներ անում, որովհետև ահազանգողը միայն ասեց, թե Շամշան, շուտ հասի Վայոց ձոր, ստեղ հովո մակնիշի մի զռլամա գլխկոնձի ա տվել։ Արդեն դեպքի վայրում պարզեցի, որ ահազանգողի ասած զռլաման գլխկոնձի ա տվել օրվա մութ ժամին, իսկ ավելի ստույգ նախորդ օրը, ժամը 20:30-ի սահմաններում, իսկ այդ դեպքում նշածս երկու կետին ավելանում ա նաև երրորդը։ Վարորդը մթության մեջ կարող ա չի նկատել ինչ որ խոչընդոտ, կարող ա պատահի, բան չասի, կյանքի իրավունք ունեցող վարկած է, բայց մի բան հաստատ գիտեմ, այս կարգի բեռնված մեքենայի վարորդը պարտավոր է զգոնությունը կրկնապատկի, որովհետև պիտի հասկանա հակառակի հետևանքները։ Չգիտեմ, արդյոք վարորդը կրկնապատկած է եղել զգոնությունը, բայց մի բան հաստատ է, նա բախտավոր աստղի տակ ա ծնվել։ Պատկերացնում եք, նույնիսկ վնասվածքներ չի ստացել, բայց երևի ավելի լավ էր հիվանդանոցում հայտնվեր, որպեսզի այս շիբինի տերերը մունած չգային, թե բա ախպեր, քեզ բան ենք վստահել, էն էլ քաշիր սաղից, լավ, դարդ մի արեք։ Այդ շիբինը հանգիստ կարակ օգտագործեք, ինչը չես ասի մեքենայի մասին։ Վարորդը հաստատ մի կլորիկ գումար պիտի ծախսի, որպեսզի հովոն կյանքի էլի լիարժեք իրավունք ունենա։ Այն, ինչ տեղի էր ունենում մայրաքաղաքի Գայի պողոտայում, Մեգամոլ առևտրի կենտրոնի դիմաց զայրույթ կառաջացնի շատերի մոտ։ Ողբերգություն, որի հիմքում թե վարորդի, թե հետիոտնի մեղքն է, բայց ամեն ինչի մասին հերթականությամբ։ Սկսենք դեպքի նկարագրությունից։ Օրը ցերեկով ժամը 13:50-ի սահմաններում այս Մերսեդեսի 29-ամյա վարորդ Գևորգը վրաերթի է ենթարկում փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։ Ինա եղել թե տղամարդ ու չթույլատրելի տեղով։ Վարորդը փախստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, զանգահարել է Երևանի 103 շտաբօգնություն եւ օպերատիվորեն ժամանած բժիշկները վիրավորին նախտեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ սակայն որոշ ժամանակ անց վրաերթի ենթարկված հետիոտնը մահացել է։ Փախստի չդիմելը երիտասարդ վարորդի երևի միակ դրական փաստն էր այս պատահարում։ Ապրես Գևորգ, բայց ասա խնդրեմ, տեղյակ չես, որ մեքենա վարելու համար պիտի վարորդական իրավունքի վկայական ունենաս։ Այո, ժողովուրդ ջան, Գևորգը երթևեկել է առանց վարորդական իրավունքի վկայականի, դրա համար էլ քննիչի որոշմամբ ձերբակալվեց։ Ինչ վերաբերվում է հետիոտնին, ուշադրություն, Լոռու մարզի բնակիչը եղել է 85 տարեկան, ուր են տարեց մարդու հարազատները, ինչու պետք է նա այս հսկայական փողոցը կտրի չթույլատրված հատվածով, ախր քանի անգամ կարելի է նույն բանի մասին խոսել, քանի անգամ ասենք, որ պետք է տարեց մարդկանց նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել։ Հիմա մեղքի զգացում ունեք, հարազատներ, լավ է, ամեն ինչի համը դուրս է եկել։ Մահացու ելքով վրաերթի մյուս դեպքի մասին հակիրճ ներկայացրի տեսանյութի սկզբում։ Այդուհանդերձ ավելի հիմնավոր հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել Երևան-Գյումրի Չարաբաստիկ ավտոճանապարհին, Մաստարա բնակավայրի վարչական տարածքում։ Տեսնում եք, Land Rover մակնիշի ամենագնացը ու թվում է, թե անգամ չմաքրված ճանապարհը պիտի հաղթահարի, բայց ոչ։ Այն արտադրող անգլիացիները չեն մտածել, որ հեռավոր Հայաստանում ճամփեքը միլիոնից մեկ են մաքրում։ Հետևաբար, իրենց արտադրած մեքենայի համար վտանգները ամեն քայլափոխի են։
Թե ինչու Land Rover-ի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, արդյոք ամենագնացը սահքի մեջ հայտնվել, թե այլ խոչընդոտ է եղել, հարցերի պատասխանները իրավապահները ուշոտ կտան։ Փաստն է, որ ամենագնացը դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ իրականացնող Թալին Չանշինի աշխատակցին, ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող հատուկ ավտոմեքենայի հետնամասին։ Այսինքն, կարող ենք արձանագրել, որ գործ ունենք վրաերթ վթարի հետ։ Սրան բախում չի եղել, չէ՞։ Սրանք էսի կապ չունի վթարել, չէ՞։ Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Թալին բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Հենց այս մասին լսեցինք, անմիջապես մտածեցինք, որ եթե տեղափոխում են Երևան, նշանակում է վիճակը վատ է։ Ցավոք իրավացի ենք։ Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացավ։ Հիմա ես չեմ, դուք եք։ Ինչ գնահատական կտակ այս պատահարին։ Գործանելուց ա եղել Թալինի Ճանշինի աշխատողը, այն էլ վրաերթ։ Եվ վերջում վարորդների համար խիստ անբարենպաստ ու վտանգավոր Իսակովի պողոտայում տեղի ունեցած ողբերգության մասին ու ելի ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ է։ Ճիշտ կլինի միշտ գերատեսչական մի խումբ ուսումնասիրի այս տեղանքը ու հասկանա, թե ինչն է այս անիծյալ հատվածի վտանգը։ Իդեպ կարա նաև ուֆոլոգ էլ լինի, հասկանա, արդյոք այլ մոլորակայինների գործը չի։ Բայց ինչ ասեմ, ժողովուրդ ջան, ամիս չկա, որ գոնե մի անգամ ստեղ չլինեմ, որ երբ ազանգողը նշեց շղթայական ավտովթարի դեպքի վայրը, ելի մտքովս վատ բան անցավ, հաշվի առնելով փորձն ու վիճակագրությունը։ 3 վիրավորա թե 4։ Ասում են 4 է։ Հա 4 է դա։ Գազի օտոմի չեմա գալիս է։ Այրան հետքերն է։ Աստե հեռախոսել կա։ Porsche, Beat եւ Opel այս 3 մակնիշի մեքենաներն են կեսգիշերից 40 րոպե առաջ իրար բախվել, ինչի հետևանքով 4 հոգի, որոնց օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Ասացին, որ վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս էին բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ Ու դա զարմանալու չէր, հիմք ընդունելով մեքենաների տխուր վիճակը։ Բայց դե հարցերի հարցը մնում էր, արդյոք ողջ կմնան բոլոր վիրավորները, որովհետև ըստ ականատեսների 2-ի վիճակը շատ վատ էր։ Այս դեպքում էլ հրաշք տեղի չունեցավ, թեև կարող էր եւ լինել։ 23-ամյա Արտեմը, որն այդ բիդի ուղևորն էր, մահվան դեմ 4 օր պայքարելա, ցավոք դեպքից 4 օր անց նա հիվանդանոցում մահացավ։ Ասել եմ ու կասեմ, Հայաստանում չպիտի արագընթաց պողոտաներ լինեն, որովհետև մեր վարորդներից շատերը չունեն քաղաքակիրթ վարելու մշակույթ, հենց որոշակի ազատ տարածություն են տեսնում, անմիջապես իրենց կորցնում են ու սկսում են տանջել գազի ոտնակը, ու որպես կանոն ողբերգական ահա այսպիսի արդյունք ենք ունենում։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։